Ես Գրիգորյան Ժողովն եմ։ Ծնվել եմ 1943 թվականին, հունվարի 9-ին, Ապարանի շրջանի այն ժամանակվա անունով Ղազնաֆար գյուղում ներկա Արագած։ Մանկությունից գենետիկ մոտս եղել մշակութային ընդունակությունները։ Պապենական մորս կողմից աշխուղածին եմ, մորս պապին արմատներով Ալաշկերտի Գոլասար գյուղից, Երգրից։ Շահ Աբասի ժամանակ, որ Շահ Աբասը քաղցրեց Հայաստանի կես միլիոնը, տարավ Պարսկաստան։ Տարավ ամբողջ Հայաստանին ընդիրը տարավ էլի։ Տարավ նաև Աշոտ Պետրոսին, որը հետագայում այդ ընտանիքում Ավաջուա գյուղում Պարսկաստանի ծնվել մի տղա Բաղդասար անունով։ Այս Բաղդասարը 1827 թվականին ռուս պարսկական պատերազմից հետո, որ ներգաղթեցին Արևելյան Հայաստան, եկան այդ ոնց որ ասում հետ գաղթվածների շարասյունը բնակվեց Ապարանի գյուղերում։ Անբնակ, դադար գյուղեր, լքված, դադարգված։ Իմ մորական պապին Աշոտ Բաղդասարը բնակվեց Քուչակ գյուղում։ Իմ արմատները մորական գալիս են ընդեղից, մերս անգրագետքին էր, բայց ինտելեկտով զարգացած, գաղափարով, խորհրդատու, նույնիսկ ինձ ասում էր Բալաջան, դու քնած ես, բայց քո մեղքը զարթուն է։ Բաներ կար, որ ես ոչի բանից տեղյակ չէի, բայց ասում էին, այս մարդը որ ստեղ է, ուրեմն ստեղ է։ Ուրեմն ինքն էլ էս բանի մեջ էլի։ Շարունակաբար մեծացա դպրոց, այս գյուղի, սովորեցի, ավարտեցի, տեղափոխվեցի Չարենցավան, պրոֆտեխ ուսումնարան, այնտեղ ինքնագործ խմբի մեջ մասնակցեցի, երգում էի իմ լեռներ հայրենի Արագած սարը Չարենցավանից էում էր, կարոտում էի էլի։ Ոդაც իմ մշակութային գործությունը ստեղծվավ, շարունակությունը հետ եկա գյուղ, գյուղում առաջարկեցին աշխատանք, նույն բնակավարում, մի հին սև շենքը, հիմա կայտ շենքը, ակումբի վարիչ, գրադարան ակումբը նույն տեղում էր, երկու հաստիկ է, մեկ մարդ էր տանում, աշխատեցի, բանա գնացի, բանագից եկա, ու էլ չթողեցի մշակույթը։ Ես, որ ասենք արդեն ձանձրանում էի, փախնում էի, թերթի թղթակիցների մյուսից էլի, շատ էին լսվում, սենց հարցազրույցներ, բաներ էլի։ Ոդենց կամաց, այդ բնակավարում աճեցի, գյուղում ինքնագործ խմբեր, թատերական, երգի պարի, ասմունքի, այդ բնակավարում ես համարյա հավասար տիրապետում եմ էլի։ Ոդենց տեխնիկումի դիպլոմն էլ վերցրի, մինչև մի օր ռայկոմի քարտուղարը կանչեց ինձ Ապարանի։ Ասեց հեռուստատեսությունից պատվեր կա հարսանիք նկարելու, ավանդական մշո հարսանիք։ Ասում են դու մասնագետ ես, կարող ես բեմադրել։ Ասի, եթե կուլտուրայի բաժինը համաձայնի, որ ես, ասենք, դա տևական աշխատանք էլի, մշակույթի գործը, մեկ օրվա գործ չի։ Որ ես ասենք, թող ինձ հարցակուրդ տան իմ հաշվին, մի ամիսա, երկուսա, ես կամ հավաքեմ, ընտրություն անեմ, ես էլ ամբողջ շրջանը գիտեմ բոլորին, որ գյուղում ինչ կադրեր կան, այսքան երեխուց մինչև Ջոգիցի 300 հոգի, Ապարանի կուլտուրայի տանը փորձեր արեցի, ընտրություն կատարեցի, ավարտեցինք ծրագիրը մշո հարսանիք։ Բոլոր իր ծեսերով, Շավիղ Գրիգորյանն էր,
դոկտոր պրոֆեսոր արվեստի գծով։ Մի օր առաջարկեց, ասեց իմ աբարանցի աղբեր, արի Մարդունի շրջանն էլ ընդգրկենք։ Ասի հասկացաք ես, նույն տեղի ժողովուրդ ենք, մարդունեցիներն ու աբարանցիների համարյա 70%-ը, մուշ մանասկերտ, տալաշկերտ, նույն սովորությունները, նույն մագարտակը, համաձայնվեցի։ Մարդունեցիներին կանչեցինք եկան աբարան, մի 30 հոգի եկան։ Իրանք իրանց հետ ոչ մի ծրագրված բան չէին վերել, որտեղ ասել էին, որ ընդեղ ժորակա ժորան սարքել արդեն էլի հաղորդումը։ Ու նկարեցին, որպեսզի դառնա նույն, ոնց ասեմ, նույն ազգագրական տարածաշրջանի երգ, անունը փոխեցինք ավանդական հարսանիքի աբարան Մարդունի հարսանիք։ Իբր մարդունեցիները գալիս են աբարանից աղջիկ են տանում հարս։ Բեմադրեցինք, ընդրեցինք հարսնացու, բեմադրություն, ոչ իրական։ Պես են ընդեղից աղջիկ աբարանից, ամեն ինչով ստեղ էլ ավարտեցին, գնացինք մի շաբաթ էլ Մարդունի հայրիկի գյուղը, Հայրի Ղազարյանի գյուղը, մշու աղջիկը, որ երգում էր։ Էդերել ես արդեն ստեղ բեմադրել էի Բոբիկ ջուրի մերա երգը։ Աբավարանը կարոդա Բոբիկ ջուրի մերա, յարնուրը յարինը կարոդա Բոբիկ ջուրի մերա, Բոբիկ ջուրի մերա, Բոբիկ ջուրի մերա, ոդետը ֆուշկե մդնի, յարաջան կեղնի եման յարա։ Եվ մի 20 քառյակ իմ կանթեղի աղջիկների հետ բեմադրեցինք, մարդունեցիներն էլ դեն նույն պարպարն մտան, շուտ մտան։ Ընդեղ էլ մի շաբաթ մնացինք, լավ մտերմացանք, ասիկ այն ջան, որ քեզ արել ենք հարս, այդ թողենք ստեղ գնանք էլի։ Չէ, ասեց Գրիգորի մուստ, իմ հերենձիկ մուստի մուստ։ Բեմադրություն էինք արել էլի։ Ու այդ ձևով տարածվավ Բոբիկ ջուրի մերա երգը, հիմա եկանք ստեղ խմբի անդամները մի շաբաթ հետո եկան, այդ իմ ջոգած, որ հարսանիքին մասնակցում էին էլի, որպես կատարող։ Բա Գրիգորյան արի աբարանի ռադիոտեխնիկական իրերի գործարանում մի հատ խումբ ստեղծենք, մեր բանվորներից։ Ասի ստեղծենք։ Ոչմ գնացինք դիրեկցիա, պրոֆիլություն, էսեն համաձայնվեցինք ընդհանուրի պահով, հավաքեցի մի 60 հոգի, ջոգեցի այս տունակությունների և այլև, արդեն մասնագիտական գործ է։ Այդ 60 հոգուց մի երկու ամսում մաղվեց, 30-ը մնաց, են հիմնական կորիսը։ Հիմա անսամբլը արդեն պատրաստ է, անունա պետք դնել, ինչ անուն դնենք։ Ես իմ մագարտակում Արագած լեռան տակն ենք անմիջապես, ցանկացած հայ սիմվոլն է Արագած լեռը, կապված Գրիգոր Լուսավորչի հետ, կանթեղի հետ բան։ Ես անսամբլը անվանեցի կանթեղ, աբարանի կանթեղ։ Դիրեկտորը կանչեց, ասեց չհասկացանք ընկեր։ Կանթեղը ինչ է, այդ գործանը, ասի, որ անուն ես դրել, ասի, բա ինչ դնեմ, դնեմ Տոկարնի ստանոք, դնեմ Սվերլենի ստանոք, կանթեղը հայերիս, ուրեմ հոգևոր կրոնական շրջադարձի սիմվոլն է, որ Գրիգոր Լուսավորիչ են, չեն ասում Գրիգոր Լուսավորիչ, որ չեկնեց Արագածի կակատին, այդ լույսը վառեց, կանթեղը վառեց, հայերն էլ համարեցին հեթանոսությունից անցան քրիստոնեություն, համարեցին հայոց հույսի լույսը։ Ես այս անսամբլը համարում եմ իմ աբարանյան երգի և բարի հույսի լույսը, կանթեղ։ Ու դենց էլ անսամբլի անունը մնաց կանթեղ, մինչև այսօր էլ հնչում է տարբեր տեղերում,
երկում են, ես էլ անհատապես ստեղծագործում եմ, ինչքան ուղեղս աշխատում է, գաղափարս երգում է, բայց հիմնականում հիմնվում եմ պատմական փաստերի վրա, ոչ մի բան չեմ շեղվում, որ չընկնեմ, ինչքան արաբները մի առած ունեն, էլի ասում են, եթե բերանիդ մեջ ցավող ադամ կա, ինչքան ուզում ես լեզու թերու պահի, կգնա կեպնի ցավող ադամին։ Այս 30 տարի մենք, դες ասեցի, հանգարց հարցեր չտանք էլի քաղաքականությունից, հեռու եմ ես, չեմ սիրում։ Ու դա իմ բնական հատկանիշն է, որտեղ ոչ միտեղ տերմ եմ, որտեղ թեմա են խոսում, խոսացեք ես ստեղծում։ Ոչ թե խորամանկություն եմ անում, այլ չեմ սիրում։ Առանց թերության ոչ ոք չկա, ոչինչ չկա։ Դες անկախնից ես ասեցի նման հարց չտակ, բայց իմ ցավող ադամն է, կպավ լեզուս արդեն, կպավ իմ ցավող ադամին։ Ուզում թողեմ էդի, սկսեցի ստեղծագործել անհատական։ Գրեցի ապարանի երգը 18 թվի ճակատամարտի, հիմք ունենալով ոչ ոք իրենից ոչինչ չի կարող ստեղծել։ Պետք է մի առիթ լինի, մի ոգևորող բան լինի, որ դու դրանից ոգևորվես ու դու էլ շարունակես։ Մեր շրջանում Խասախ գյուղ կա, հիմա Խասախ սովխոզը, Չամբրլունին։ Իմ ընկերոջերը Անդրանիկ Հարությունյանը, կույրը մարդեր ասում են Անդոն, քոր Անդոն, գրում էր էլի, ցավիտեր մարդեր իր համար գրում էր, երգում էր։ Տղի հետ ընկերություն արեցի Արցրունի, պատահաբար չիմանալով, որ այդ մարդու տղեն է էլի։ Շատ էի ուզում էլի այդ մարդուն ճանաչի։ Ես մեր Մռավյան գյուղում, որ հիմա ես բանը դրել են ես, Չոբանուղին։ Այդ գյուղում դպրոցի դիրեկտոր էր։ Մտերմացանք, ասաց, որ իր հերը Աբարանի մասին գովք երգ ա գրել էլի։ Ասի կտա ստատ տենամ։ Վերից տվեց, նայեցի։ Ու դենց զուգադիպեց հետ եկավ 70 թվի կեսերի հետ, որ Աբարանի հուշարձանը նոր հիմքերը փորում էին։ Ես որպես մշակութային գործիչ ինձ էլ կանչեցին ներկանալու էլի առաջին հիմնակարը դնելու համար։ Ու դենց անարտասի սպասի, ամեն երրորդ աբարանցին աշուղ է։ Այդ իմ թեզն է, ես եմ ասել էլի։ Ասի, ես էլ իմ բաժին աշուղություն ունանեմ։ Գրեցի 18 թվի Աբարանի ճակատամարտի երգը։ Ոգևորվելով այս հին մարդու ձևից, ոճից, ոչ թե ասենք ես օգտվա նրա տեքստից, ոչ թե գրեցի, արտագրեցի, իմ բաժինն էլ ես գրեցի։ Տղեն էլ ասի, Արծրուն ջան, պապայիդ երգի ոճի վրա ես երգ եմ գրել, թույլ կտաս երգ եմ։ Ասեց եղավ վայ աղբեր, երգը ինչքան ուզում ես։ Երգը մեզ սովորական մեր հին պապենական ոճերով, հետո որ շարժումները սկսվավ 80-ը։ Աղջիկներս մտան գունդը ծառայելու, տղաներս գնացին ռազմաճակատ, խոսքը կանթերի մասին է։ Առաջի զոհ Աբարանից եղավ Ռաֆոն Եղազարյան, իմ կանթերի վերջի ոչը պարողներ էլ ինքը, պարի հիմնականում առաջին ու վերջին է, մեկ էլ մեջտեղին է, դրանք են տոն տվողը ճշտի էլի։ Զոհվեց ծրվավ կոլեկտիվը անկախ մեզանից, էլ սիրտ չունեինք, թև չեր բարձանում։ Ես այդ երգը փոխեցի ներկա եղանակով։ Մայիս 24-ն էր, 18 թվական, հայոց ազգի համար ժամոր հասական, Էսատ Փաշեն տվեց այսպես հրաման կոտորել ապարան անցնել Երևան։ Ռազմաճակատի գիծը 1917 թվի դեկտեմբերի 17-ից Սարիխամիշից թուրքը մտավ։ 106 օրում հասավ Սպիտակ, 106 օրում։ 10,000 զորքը շուրթվեց ապարանի վրա, Էսատ Փաշի գլխավորությամբ։
6000-անոց գնաց Կիրովականի վրա։ Ես նկարագրեցի անուն առանուն ինչքան գիտի։ Թեման կար, ցանկությունը կար, գաղափարս կար, ստեղծագործելու ցանկությունը կար։ Ու նկարագրեցի ովքեր անուն առանուն, ովքեր են մասնակցել 37 անուն գյուղերապարան, ամեն գյուղից մեկն օր հարց ու պարման համբուրեցին խաչը մահապար դարձան, հետյալ զորախմբով ճակատացան։ Սև շոր էին հագել քոնուր փարսները, կարմիր էին կապել քաշգլուխները, պատրոնդաշներ եղել կոստանդը նրանց, թասիվով հարցներով մեռնիմաբարան։ Աբարան, խիզախ աբարան, հայ զենքով, հայ զորքով, թուրքի դեմնարար, պրգեցի էջմիածին, հայոց սուրբ խորան, չթողիր է, որ թուրքը անցնի Երևան։ Կառուցեցի երգը, ռազմաճակատում երգում էին, ինչքան աբարանցիներ կար երգում էին, դարձավ աբարանի առանց օրենքի հիմնել այդ երգը։ Նստած ենք Թոմասի այդ միջոցառումն մեր աշխողներով նստած մեր քեֆն ենք անում։ Կանչեցին, զանգեցին, թե պարոն Թոմաս, հյուրեր են եկել քեզ Ռոստովից, Ռուսաստանից, Պոլիտեխնիկի բանի ռեկտորի հետ, համալսարանի եկել էին, եկան, նստան, ծանոթացրեց հերթով, Թոմասը հերթ հասավ ինձ, ասեց աբարանի եկեղենակն է, այս աղջիկը Եվան, ինձանից մի շարք առաջ նստած, բով Աշուկ Լեյլին ասեց աղջիկ ջան, մեռնեմ քոդներում, Լեյլին գիտեք Աշուկ Լեյլին, ասեց մի քիչ Իան նստի, որ ես իմ աղբերը բան տենա, նստել էր դեմ, ասենց որ որ իմացավ է դաբարան երկեղինակ ես եմ, ասեց մի բան ասեմ, ասեց հենց Հայաստանից գնացքը հասնում էր Ռոստով, ցիգաները երեխեքը կրկած կապած, լցում էին վագոները, երգում էին աբարան ու փող էին հավաքում։ Այդպես չէ երգը տարածվավ, 93-ին տղես որ զոհվեց, ես լրվա, ու էլ չերքեցի, ռաբիսը թրցրեց, անունով էլի ռաբիսի լավ երկողներից, Արմեն Ալարանը բանը հաղորդում սարքեցին Երևան հեռուստատեսության բան էլի, երկեցին, երկ մենք են գրել, ես են, մենք են կարել, ես էլ լրած եմ սքի մեջ եմ էլի։ 5 տարի հետո զանգեցի դրանց գդա չերեսներով, ասի տղա ջան, ես կարում հեղինակային իրավունքով, ես ուրիշ նյութական մնասել տամ, բայց որպես աբարանցի տղա, Արմեն Ալյանն էլ աբարանցի է, բայց Երևան ծնված է։ Ասի հետ կանչեք ձեր հաղորդումը։ Այդ երգի մասին որ խոսել եք, ես եմ դրա հեղինակը։ Ձեզանից փող չեմ ուզի դա չեմ տա, բայց ուրիշ ձևից էր այդ կշարունակեմ։ Բա մենք այդպես ենք լսել, ես չեմ գրել, Արշակ էր գրել մեջը, Արյուծի պես էր գրվում մեր քաջ Արշակը բան, այ ախպեր ասում, աբարանում Արշակ չի գրվել։ Աբարանում գրվել է Սետրակաղեն, աբարանում գրվել է Դերոն, աբարանում գրվել է մյուսը, Արշակն ու որ դու Արշակ ես ավելացվել։ Վերջը կամաց հետ բերեցի իմ աղբեր։ Մինչև ընդելացան, որ երկին հեղինակ ունի, ես մարդն է, հասավ իմ ստեղ։ Հիմա էլ շատերը կան ասում, ես ինչ մարդիկ հրազն է, այդ մարդն ես չեմ ճանաչում ով է։ Ումից որ ես ոգևորվել եմ, դրա անունը չեն տալիս։ Մի հատ ռաբիսի ինչ որ, սենց ծնգլ-մնգլ նվագող երկողներ, վերջես էլ որ ինտերնետ էին դրել, Փարիզը ապրում մեր գյուղից, այս գործիչներով նվագողներից, գրել էին, որ այդ երկը Իրանը չի,
Ալոյանին նա, ես էլ մի աղջիկ ունեմ, շատ թասիբով աղջիկ, երել էր թե կգամ հասեմ էդ քո Փարիզը, քո հարցերը ուրիշ սերի լուծել կտամ էլի, այդ երկի հեղինակը իմ բապան է, իմ հերն է, ու լռան, հիմա էլի դենց ներքին բաներ ա գնում էլի, այդ երկի համար, մեկը փոխում ասեց, ես էլ Սոֆին երկեց Մեխերանը, ամբողջովին իմպրովիզարած, բարերը նույնն է, հենքը նույնն է, Մեղեդին, ասելիքը, հենց երկում են բաշի մաբարան, այն մարդ ինչ բաշի մաբարան, բաշը թուրքերեն բառը կոչում է գլուխ, աբարանի գլուխ է էլի, բաշ աբարան, զանգեցի իմ ընկերոջ տեղին Զաքարյան բան, երկիչ Դավիթին, ասի Դավիթ ջան, իմ ընկերոջ տեղին ես ինձ էլ լավ գիտես, այդ աղջիկը հեռախոսի համարը տուր ես զանգեմ իրեն, ինչա, ասենց բան, քանի որ գրած էր էլի, երաժշտությունը մշակում է Դերհովա և Դավիթ Զաքարյան, մի քիչ ժամ հետո զանգեց անծանոթ աղջիկ, Սոֆին, բաներողություն եմ խնդրում, ինձ ասել էին, որ էդի ծեր մարդ աշուտվանից մահացել է, ասի դե իմ տեղը իմացի, երբ պետք կլնեմ քեզ, մարդ ունեցի աղջիկ ես, արմատներով, հաշվի նույն երկրի ջերի մարդ ենք, Ալաշկերտցի ենք, Մշեցի, քո համար նոր երկեր կգրեմ, կասեմ երկի, Այն վաղտ քոննով հերինակը ասա ումուր, վերջը էդ էլ կաղցած ձևով անցավ գնաց, էդ դաշտում չկա բնակավար, որ ես շփված չնեմ հետները, մեկ էլ տեսար անսպասելի գալիս են, մեկը Գրիգորյան ասում, մեկը Ժորապապի ասում, են մյուսես, այն մարդ ասում, ընձի բնականանում կա էլի, ժոկո են ասում ընձի, աբարանի տարածք մտնի աշտարակից էլի մինչև գնաց Ֆրիդակ ասա ժոկոյին եք ուզում, քեզ կասեն ողա ուրա, հարսանիք էին գնում կամ գյուղում, հետս հերնումերս ինձ վռնասն հետները տանում էին, ես չեմ ամաչում որ ասեմ, քանի հաղորդման մեջ ասել եմ, որ ես շենտան տղա եմ եղել, հաց ուտելու համար չեմ գնացել հարսանկատները, որ ծեծեն լարեն էլի, այս դռնով հանել են, են լուսամուտը մտել են, են լուսամուտից հանել են, են դռնով մտել են, նույնիսկ ծեծել են, դե ինչ ես ուզում, այդ թող գնա, խցկվել եմ, որ երկ լսեմ, երկ սովորեմ, պար տենամ, պար սովորեմ, ու Սոնայա երկը քերիս ու մերս երկում էին քոչակում հարսանկա տներում, եղանակը, Մեղեդին, տա-դի-դա-դամ, տա-դի-դա-դամ, տա-դի-դա-դամ ու գովանդ էին պարում, հետո ոգևորության աղբյուր պետք է լինի մարդն, հայտնվեց իմ մշակույթային այս դաշտում, Սոնա անունով մեկը, ես այդ երկը նվիրեցի այդ աղջկան, բոյով սիրուն աղջիկ էր, օրինակ սովետականության կենտկոմի քարտուղարը, Խրուշչովը, ասում էր, որտեղ որ ապրում ես, ընդեղ չսիրես, իմաստը հասկացեք, դա ուրեմն քո աշխատանքը աղավաղում ես, ոչ թե ես են, այդ աղջիկա տեսք է, այդ աղջիկա բոյ է, ու իմ մոր, իմ քերու երկած Մեղեդին ես սարքեցի Սոնայա երգը, Պահանագիս բարդու ծարիս, ախ Սոնայար բոյի դմրնիմ, կելալու
Վաղուց մարդկը վարիշ ջան սունայար սոյիդ մերնիմ իչկալով իսկարիշ ջան սունայար սոյիդ մերնիմ ախ սունայար բոյիդ մերնիմ ջան սունայար սոյիդ մերնիմ ախ սունայար բոյիդ մերնիմ ջան սունայար սոյիդ մերնիմ եւ շարունակաբար հայկական երկերը հիմա սազով երգում են այն երկերը որ ասենք մեր պապերը երգել են հա ծավայգ աշխարհեր համաշխարից այդ ոչ երկեր են երգում թուրքերը հիմա ասում են մերն իմպրովիզի մասին որ մի օր խոսք եղավ այն մեր բիձեն որ բանը փակեցին ալիքը Կարապետյանը Ալեմեով ինձ կանչեց ելույթի 20 րոպեեր, բայց 2 ժամ տևեց այդ օրը նրանց հաղորդավար աղջիկը ասեց բրծել եմ տարազ եմ փոխում ասեց զանգ եկել ստուդիա մի հատ կին է ուզում է քեզ ճանաչ ասա քուր ջան ասեմ քուր ասեմ մեր ասեմ աղջիկ ջան ասեմ ու չի ասում որ անկողնային հիվանդ է ինքը ինսուլտ տարած լացում է ասում քուրս ինչ ես լացում ասում սոնայար երկի համար հա այդ սոնայար երկի համար ասեց կարելի է անել հայ ազգի ոնց ասեմ են մշակույթը տարածող երգ ոնց է թուրքը ասում իմնա գրած այդ կիներ ասեց թուրքը մեզանից շատ բան է խլել նույնիսկ մեր գենն է խլել հիմա էլ երկերին է ձեռքցում այդպես բաների մեջ շատ եմ եղել շատ ապացուցել եմ ու լեռել են ու էլ ոչ մի խոսք 81-82 թվերի մազերս տեղը սիոն կարգին տղա եմ էլի առանց նվագի երկեր են դրդոն էլ երկեմ արաբուն սիրարված է եղել դրդո անունով աղջկա վրա ու չի հասել իրանը երկել է կարոտով դրդո դրդո տնավեր տուհա կերիշ կարմիրը սոլեր տոտնավրի աղջիկ արի երտանք շապատ մերգու մնանք չոլեր դրդո Dardi mere dugun Toten abre աղջիկ ես քու դարդից հենգա սուրգուն հենգա սուրգուն դրդո Toten abre աղջիկ մեր տուն ու տեղնաբիր է դրդո Շնորհակալություն ուշադրության համար վաղուց քանի հոգու մերժել էի այսօր էլ պատահական երևի այսօր իմ օրը այսպես լիներ ես շնորհակալ եմ Աստծուն ես ոնց ասեմ են կույր հավատացյալ չեմ էլի ես հավատում եմ Աստծո գոյությանը այն երկնային ուժի գերհզոր ուժի ազդեցությանը հավատում եմ, պաշտում եմ այսօր ամբողջ գիշերը ես չեմ քնել անհանգիստ երևի սա էր վերջնակետը օրգանիզմս զգում էր որ ինձ այսօր պետք է այս ուղղությամբ հյուրեր կան հիմա իմ երեխեքը Երևանից եկել են հյուր մեքենան դուր կանգնած են ես վահը դրեցի ասի գնացինք ճիշտ է